Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երկար ժամանակ էր, ինչ լույսերն անջատվել էին, բայց Մարիամի տանը դեռևս լույս էր վառվում, նա հյուրեր ուներ, պատճառը շատ տխուր էր, Պետրոսը բանտում էր, նա խոսել էր Հիսուսի մասին և Հերովդես թագավորի համար դա սարսափելի հանցանք էր, արդյոք սա Պետրոսի վերջին գիշերն էր լինելու, նրա ընկերները չէին կորցնում իրենց հույսը, քանի որ Աստված կարող է հրաշքներ գործել, նրանք օր ու գիշեր աղոթում էին։ Տեր Հիսուս, խնդրում եմ, չթողնես Պետրոսը մահանա։ Դու կարող ես հրաշքներ գործել, մենք վստահում ենք քեզ։ Իսկ Պետրոսը, տեսնենք, թե ինչ է կատարվում բանտում։ Աստվածաշունչը պատուհանի պես է, որի միջով կարող ենք տեսնել, թե շատ տարիներ առաջ մարդիկ ինչպես են ապրել Հիսուսի հետ։ Պետրոսը քնած է, ինչպես կարող էր նա իր մահապատժից մի գիշեր առաջ քնել։ Նրան շղթաներով կապել են երկու պահակներից։ Եվ երկուսն էլ կանգնած են դռան առաջ։ Պետրոսի կյանքը վտանգի մեջ էր, և իր ընկերներն անդադար աղոթում էին նրա համար, բայց նրանք չէին կարող պատկերացնել, թե իր բանտախցում այդ գիշեր ինչ է տեղի ունենալու։ Հանկարծ ամեն բան պայծառացավ, և մի հրեշտակ կանգնեց Պետրոսի կողքին։ Պետրոս, վեր կաց, հագիր կոշիկներդ, վերցրու հանդերձներդ և արի ինձ հետ։ Պետրոսը քայլում էր հրեշտակի հետևից, կարծես երազ լիներ, նա ոչ մի շղթայով կապված չէր և ոչ մի պահակ չէր նկատում նրա շարժումը։ Բանտի հսկայական երկաթե դարպասը բացվեց, անտեսանելի ձեռքով, ապա հրեշտակն անհետացավ։ Աստված կարող է հրաշքներ գործել։ Ես ազատ եմ, Աստված հրեշտակ ուղարկեց, որ փրկի ինձ Հերովդեսից։ Պետրոսը վազեց դեպի Մարիամի տուն։ Ո՞վ է։ Պետրոսն է։ Հրովդեն այնքան ուրախացավ նրա ձայնը լսելուց, որ մոռացավ դուռը փակել և իսկույն վազեց մյուսների մոտ։ Պետրոսը կանգնած է դռան առջև։ Խենթ ես, անհնար է։ Ճիշտ եմ ասում, ես ճանաչեցի նրա ձայնը։ Բացեք։ Սա իրոք ինքն է։ Աստված հրաշք է կատարել։ Պետրոս, ինչպես ես դուրս եկել բանտից։ Պետրոսն իր ընկերներին ամեն բան պատմեց։ Աստված կարող է հրաշքներ կատարել և պատասխանել աղոթքներին այնպիսի ձևով, որ կզարմացնի մեզ։ Մինչ օրս նա տարբեր հրաշքներ է կատարում։ Վստահիր նրան։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։